Ում են պատասխանում ժողովուրդ, հերթով։ Ներողություն։ Քանի որ ներքևում ես գործընկերուն խոստացել եմ, թողեք ինքը սկսի, հա։ Հետո դուք եք եղել, դուք կտաք հա։ Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ։ Մենակ արբանյակներին նկարացնել, որ հայկական կողմը չի գրավում, որևէ Հարգելիներս, արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Ինչի մասին խոսենք, չեղած բանի ինչ է ապացուցեմ։ Իսկ Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ կա թե ոչ։ Ոչ չկա։ Սահմանում ինչ է նշանակում։ Այսինքն պատերազմի վտանգ դուք չեք տեսնում։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման հապատերեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Այլ բան Հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Եվ Ձեր թիմի աշխատել։ ասում եմ Եվ կրակել։ Անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության հետ։ Ես պատասխանեցի։ Շնորհակալ։ Ինչու էր ապատեղեկատվություն տարած։ Չէ։ Ինչու դուք չեք գնում, օրինակ հանդիպում։ Ես հիմա ով պիտի խոսա, արդեն իսկ հայտարարել է, որ հանդիպումը առաջարկում։ Շնորհակալ եմ, ստեսություն։ Սամ Պապիկյան թոկավորից զինվոր են մահացել, ինչու պատշաճ չի ապահովում զինծառայողների։ Մարեքյան, զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Աշխատանքից չեն ազատվում պատասխանատուները։ Այն գործառույթը չի։ Ես